2025 թվականի հունիսի 2-ից օգոստոսի 30-ը Հայաստանի պատմության թանգարանում կգործի հին աշխարհի զուգահեռներում Հայաստան-Նիդերլանդներ ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի, ասենի դրանց թանգարանից համադրված Հայաստանի պատմության թանգարանի համաժամանակյա նմուշների ընտրանիով։ Դեռևս 2022 թվականի Նիդերլանդների դրանց թանգարանում կազմակերպված Արարատի համայնքի ներքո ցուցադրությունից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում պատասխան ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ։ Շատ ուրախ ենք Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպել մի շատ կարևոր միջազգային ցուցահանդես Նիդերլանդների թագավորության Ասեն քաղաքում գտնվող Դրենց թանգարանի հետ, որտեղից հատուկ ցուցահանդեսի կոնտեքստում Հայաստան են բերվել 15 ուշագրավ հնագիտական առարկաներ, որոնք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի համաժամանակյա նույն շրջանի ուշագրավ այլ հնագիտական հավաքածուների հետ եւ միասին դրանք դարձել են մի հետաքրքիր հնարավորություն մեր հայցելուների համար բացահայտելու երկու երկրներում առկա հնագիտական հավաքածուների, այսպես զուգահեռները եւ ընդհանրությունները։ Այս համատեղ ցուցադրությունը կբացահայտի Հյուսիսային Եվրոպայի նոր քարեդարի, ուշ բրոնզեդարի եւ վաղ երկաթե դարի ժամանակաշրջանների հարուստ պատմությունն ու մշակույթը եւ այցելուին զուգահեռներ անցկացնելու հնարավորություն կտա։ Հավաքածուները կհամադրվեն պատկերային եւ անիմացիոն նյութերով։ Ցուցադրությունը կեզրափակվի հայ-հոլանդական առնչությունների ներկայացմամբ։ Հայերի մասին հիշատակությունները Նիդերլանդներում սկսած դեռևս 4-րդ դարից 18-րդ դարում հայերի կողմից Ամստերդամում հիմնադրված դպարանը, առևտրական կապերը։ 2-3 տարվա ընթացքում նաև կարողացանք, նաև մենք հյուրընկալել նմանատիպ մի հավաքածու, փաստորեն Նիդերլանդների հնագիտությամբ հարուստ այն շրջանի թանգարանից, որտեղ նոր քարեդարից մինչև բրոնզեդարի հատվածը վերաբերվող առարկաները հնարավորություն կա այսօր տեսնելու Հայաստանում եւ նաև ինչ-որ ձևով զուգահեռելու մեր երկրից գտնված համաժամանակյա մշակութային ժառանգության հետ եւ նաեւ գտնել ընդհանրություններ դրանց մեջ, հատկապես այն կարևոր երևույթների շուրջ, ինչպիսին էին հայ ժամանակի համար երկրագործական մշակույթը, մետաղագործական մշակույթը, իշխանական խորհրդանիշները, մի խոսքով շատ ընդհանուր նաև գաղափարներ, որոնք այս ժառանգության մեջ հնարավոր է նաև տեսնել։ Եվ նաև մի հետաքրքիր հատված ունենք, որը վերաբերվում է հայերին, իրենց գործունեությանը Հոլանդիայում, հատկապես նաև 17-րդ դարի այդ փառահեղ մշակութային կոթողներից մի երկուսն ենք բերել, Ոսկան Երևանցու տպագրած աստվածաշնչերից մեկը եւ նրա պատրաստած աստրոլաբը, որ ամբողջովին էլի հայատառ է եւ խոսքը գնում է նաեւ շարունակական նաեւ մշակութային երկխոսությունների մասին, որոնք այսօր էլ կան եւ հուսով ենք շարունակվեն երկու բարեկամական երկրների միջեւ։